Այնուհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս ընտրեց նաև ուրիշ 72 աշակերտներ, և ինչպես 12 առաքյալներին էր ուղարկել, այնպես էլ 72 աշակերտներին ուղարկեց նրանց հիվանդներին բուժելու, ցավագարներին, դիվահարներին բուժելու և ամենակարևորը արքայության ավետարանը քարոզելու և ասելու մարդկանց. ձեզ մոտեցել է Աստծո արքայությունը, ապաշխարեցեք։ Եվ այդպես 72-ը գնացին ու սկսեցին ավետարանը քարոզել, բուժել մարդկանց, ցավագարներին, հիվանդներին, և երբ շրջագայությունը կատարեցին, վերադարձան, մոտեցան Տիրոջը երեխայի նման ասում էին. Տեր, մենք հրաշքներ ենք գործում, հիվանդներին բուժում ենք, անգամ դևերն են մեզ ենթարկվում, դիվահարներին էլ ենք բուժում։ Քրիստոս խաղաղեցրեց, հանդարտեցեց նրան, ասաց. մի ուրախացեք, որ դևերը ձեզ ենթարկվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները կյանքի գրքի մեջ են գրված։ Ինչ էր սրանով ուզում ասել մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Մի ուրախացեք, որ ձեր կյանքում զանազան հրաշքներ են լինում։ Հրաշքը հեթանոսների համար է, անհավատների համար է, հավատացյալների համար չէ։ Երբ որ մարդը անհավատ է, հեթանոս է, ինչ-որ մի հրաշք է տեսնում, կարծես բռնությամբ դարձի է գալիս։ Շահով, առևտրով առաստված է դառնում։ Մի ուրախացեք, որ հրաշքներ են լինում ձեր կյանքում։ Այս ամբողջ բնությունը, տարերքը, տիեզերքը, ամբողջ արարչությունը դա հրաշք է։ Եթե ձեր հոգու, սրտի, մտքի աչքերը բաց լինեն, ապա կտեսնեք այս հրաշքը և այլևս ոչ թե Աստուծո այդ հրաշքների համար կուրախանաք, այլ որ ձեր վախճանը բարի լինի։ Ուրախացեք, որ ձեր անունները գրված են կյանքի գրքում։ Ուրախացեք և ձգտեք ու փափագեք, որ ձեր անունները կյանքի գրքում գրված լինեն։ Ո՞րն է կյանքի գիրքը։ Մենք մեր կյանքի գիրքն ենք ամեն օր գրում։ Յուրաքանչյուր մարդ, երբ որ արթնանում է, իր կյանքն է ապրում, իր կյանքի գիրքն է գրվում։ Երբեմն ոսկե տառերով է գրվում այդ կյանքի գիրքը, այսինքն երբ որ մենք բարի գործեր ենք կատարում, երբ որ մենք աղոթք ենք անում, երբ որ մենք ներում ենք, երբ որ մենք սիրում ենք, երբ որ մենք աստվածապաշտ ենք, աստվածասեր, եղբայրասեր ու հայրենասեր։ Այդ ժամանակ մեր կյանքի գիրքը ոսկե տառերով է գրվում։ Բայց ոչ միշտ է հաջողվում ոսկե տառերով գրեն, երբեմն մենք մուրով ենք, սև տառերով ենք գրում մեր կյանքի գիրքը։ Ինչպես Եսայի մարգարեն ասում է, եթե ձեր մեղքերը անգամ սև լինեն, մուր լինեն, ես այն սպիտակ կդարձնեմ, ձյունից էլ սպիտակ կդարձնեմ։ Ուրեմն մենք ամեն օր պետք է քննենք մեր կյանքի գիրքը, թե ինչ էջ լրացրեցինք մենք այսօր, բարի գործեր կատարեցինք, թե չարիքներ մտածեցինք, խոսեցինք և գործեցինք։ Եվ ամեն երեկո սրբագրենք մեր կյանքի գիրքը, մաքրենք չար էջերը, ապաշխարությամբ, զղջումով և խոստովանությամբ ջնջենք մեր մեղքերը, որպեսզի Աստծո դատաստանին դրանք չլինեն։ Մեր կյանքի գիրքը հավիտենական կյանքի գրքի մեջ լինի։ Երկնքի արքայության կյանքի գիրքը ինչպես է գրվում, այսպես մարդկանց կյանքի գրքերով է գրվում։ Հավաքվում են այն բոլոր գրքերը, որոնք ոսկե տառերով են գրված։ Այո, սև տառեր են կային, բայց այլևս չկան, վերացել են, որտեղ դրանց համար մենք խորապես զղջացել ենք, արտասուքներով ներողություն ենք խնդրել Տիրոջից
խոստովանել ենք ու ապաշխարել ենք, մաքրել ենք ու սրբել ենք մեր կյանքի գիրքը եւ այդպես ներկայացրել ենք ասելով Տեր, մեր կյանքի գիրքը քո կենաց գրքի մեջ գրանցիր, մեր անուններն էլ գրանցիր։ Եվ հենց այս էր ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս իր 72 աշակերտներին. մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ բարի գործեր կատարեցիք, որ այսօրվա ձեր կյանքի գիրքը ոսկե տառերով գրվեց։ Այս սրա համար ուրախացեք, որ մարդիկ ուրախացան, ուրախացեք, որ շատ սրտեր հավատացին Տիրոջը, որ ձեր խոսքով բազմաթիվ կյանքի գրքեր ոսկե տառերով գրվեցին, դուք Աստծո գործը կատարեցիք, այս սրա համար ուրախացեք։ 72-ն էին այդ աշակերտները, այսօր տոնում ենք Քրիստոսի 72 աշակերտների տոնը։ Հնում, երբ աշտարակն էին կառուցում Բաբելոնում եւ ապստամբել էին Տիրոջ դեմ, ուզում էին բարձրանալ իրենց գահը Աստծու գահին հավասար դասնել, երկնքին, ամպերին հասնել, Աստված խառնեց նրանց լեզուները 72 ցեղեր, 72 ազգեր ու տանուտերեր եղան, եւ այդ պահից սկսած այդ 72 ազգերը ցրված էին եւ չէին կարողանում միաբանվեցին մեկ անգամ չար մտադրությամբ եւ Աստված ուզեց հենց այդ 72 ազգերին բարի նպատակի համար միաբանել։ Այսօր 72 աշակերտներին ուղարկում է 72 ազգերին միաբանելու համար, նոր աշտարակը կառուցելու համար, ոչ թե ապստամբության ու հպարտության աշտարակը բելի նման, այլ սիրո, խոնարհության սուրբ եկեղեցին է նոր աշտարակը, որ երկրից դեպի երկինք է հասնում, եւ կառուցել են այդ աշտարակը 72 աշակերտները եւ 12 առաքյալներ։ Այսօր 72-ի տոնն է։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ Պետրոս առաքյալը մոտեցավ նրան եւ ասաց. Տեր, եթե մեկը իմ դեմ մեղք գործի, ներեմ, ասում է, ների, իսկ եթե 7 անգամ մեղք գործի, ներեմ, ասում է, ոչ միայն 7, այլ 70 անգամ 7 մեղքերը ներիր մարդկանց, եթե զղջում են, եթե հետ է կանգնում։ Հա, այս 70 աշակերտները կարծես աշխարհի 70 անգամ 7 մեղքերը ներեցին։ Եվ այսօր էլ Սուրբ եկեղեցին մեղքերը ներելու համար է հոգևորականի օծումը, կոչումը մեղքերին թողություն տալն է։ Ում մեղքերին, այն մեղքերին, որոնք զղջացին, որոնք խոստովանեցին եւ ապաշխարեցին։ Ուրեմն այս ներման հոգին առաքյալներից մեզ է հասել եւ փոխանցվել է ձեզ։ Թող Սուրբ առաքյալների իշխանությամբ եւ Տիրոջ ողորմությամբ նաեւ ձեր 70 անգամ 7 գործված մեղքերին թողություն լինեն։